Ողջույն բոլորին, այսօր հայկական խոհանոցում պատրաստում ենք կանաչ ոլորով և չինական կաղամբով շատ համեղ աղցան։ Այս աղցանը ոչ միայն շատ առողջարար և սննդարար է, այլ նաև պատրաստվում է շատ արագ, քանի որ բաղադրիչները ոչ տապակում ենք և ոչ էլ եփում։ Յուրաքանչյուր տնային տնտեսուհի իր խոհանոցային գրքում պետք է ունենա նման աղցանների բաղադրատոմսեր, որոնք պատրաստելու համար քիչ ժամանակ է հարկավոր։ Կանաչ ոլորով աղցան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Չինական կաղամբը կիսում ենք մեջտեղից, յուրաքանչյուր կեսը բաժանում ենք երկու մասի և մանր շերտատում ենք։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ է 500 գրամ չինական կաղամբ։ Այս կաղամբով պատրաստված աղցանները միշտ շատ նուրբ և համեղ են ստացվում։ Այս կաղամբով կարող եք պատրաստել նաև հայկական անմահական տոլմա, առանց նախապես կաղամբը խաշելու կամ եռմանջրի մեջ դնելու։ 300 գրամանյուղ երշիկը բաժանում ենք խորանարդների։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Խորանարդների բաժանած երշիկը ևս լցնում ենք աղցանամանի մեջ։ Մանր խորանարդների ենք բաժանում նաև 5-ից 6 մարինացված վարունգ։ Այս աղցանի բաղադրիչների համադրությունը իդեալական է, այնպես որ դուք էլ պատրաստեք և վայելեք։ Կանաչ ոլորով այս աղցանը կարող եք մատուցել բրնձի և վերմիշելի փլավի հետ, ինչպես նաև տապակած և խաշած կարտոֆիլի հետ։ Բոլոր տարբերակներով էլ շատ համեղ է ստացվում։ Կտրտած մարինացված վարունգը լցնում ենք աղցանամանի մեջ և խորանարդների ենք բաժանում մեկ միջին չափի թարմ վարունգ։ Մեզ հարկավոր է նաև կես փունջ թարմ համեմ։ Պետք է ստանանք թարմություն հաղորդող վիտամիններով հարուստ առողջարար աղցան։ Համեմը ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա, ավելացնում ենք նաև 300 գրամ պահածոյացված կանաչ ոլոր, համեմում ենք սև պղպեղով և աղով ըստ ճաշակի և ավելացնում ենք 150 գրամ թթվասեր։ Թթվասերի փոխարեն կարող եք օգտագործել նաև նույնչափ մայոնեզ։ Մնում է մի լավ խառնենք բոլոր բաղադրիչները և մեր աղցանը արդեն պատրաստ է։ Ստացանք թարմություն հաղորդող վիտամիններով հարուստ առողջարար աղցան։ Այս աղցանը մեկ անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ հաճախակի եք պատրաստելու։ Այն դառնալու է ձեր սիրելի աղցաններից մեկը։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։